հարևաններ բաներ կային, որ դաշնամուր ունեին, բայց ահավոր վիճակում էր այդ դաշնամուրը ու անհնար էր ինչ-որ մի նվագել բան, իսկ որտեղ որ կար դաշնամուր, այնտեղ արդեն փոքր երեխա կար, որ շատ հաճախ էր քնում, արդեն չէի հասցնում նորմալ պարապել բան, որ ընդհանրապես ճիշտ ասած հույսս կտրել էի, որ տեղափոխվել ենք Հայաստան, որ կարող եմ շարունակել կրթությունս։ Դու նաև դպրոցում տեղադրված դաշնամուր կար այնտեղ էր, չէ՞, որոշակի ժամանակահատված։ Ցավոք ինձ ամենավերջին պահին մենք հասկացանք, որ իմ բարեկամները հորական կողմից բակ են աշխատում բանում, այդ հանրակրթական դպրոցում, այնտեղ կար շատ լավ դաշնամուր, որի վրա կարող էի պարապել։ Դու շաբաթական քանի օր էիր գալիս հասնում Սասունցի Դավիթ կայարան, ինչքան էիր այդտեղ պարապում եւ հետ վերադառնում։ Շաբաթը 1 երևի թե 2 անգամ հայրիկիս հետ առողջական խնդիրների պատճառով ինքը գալիս էր, ինձ հետ վերցնում էր։ Քանի ժամ էիր հասցնում պարապել։ Տենց չեմ կարող ասեմ, ինչքան հասցնում էի, կոպիտ ասած ինքը մինչև գնում էր, տես մոտավորապես մի 2-3 ժամ։